Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Ինչքան փորձում ես լռել, իհարկե չի ստացվում։ Այսօր կխոսենք 4 թեմայի շուրջ։ Առաջին՝ կապիտոլյանտի հարձակումը եկեղեցու վրա, երկրորդ՝ ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում, երրորդ՝ հակառուսական հիստերիա եւ չորրորդը՝ սատանիստների այս ոհմակը, որ ամբողջ Հայաստանում մեկ տարածված է եւ գործունեություն է ծավալում եւ դրանից բխող իր բոլոր հետևանքները, վտանգները։ Կապիտոլյանտը ինչու է հարձակվում եկեղեցու վրա։ Ժամանակին Աթաթուրքն է ասել, որ մենք հասկացանք վերջապես, որ մեր նախնիները սխալ ճանապարհով են գնացել եւ հայերին մորթելով, ցեղասպանելով մենք հայոց հարցը չենք կարող վերջնականապես փակել։ Ինչու՞։ Որովհետեւ հայերը ավելի շատ զինված են եւ ավելի մեծ հզոր զենք ունեն իրենց ձեռքին, որը կոչվում է հավատք։ Հայերի վերջնական պարտության մատնելու եւ բնաջնջելու միակ ձևը հայերից իրենց հավատքը վերցնելն է։ Սա Աթաթուրքի խոսքերն են, որ ժամանակին է ասել, որ իբր հասկացանք, որ սա պիտի անենք։ Ինչպես հիշում եք, մինչև կապիտոլյանտը այս հարձակումը եկեղեցու վրա, իհարկե բազմից են եղել, բայց այս անգամ որոշեց արդեն կոնկրետ հարձակում գործել եկեղեցու վրա։ Պատերազմ է հայտարարում եկեղեցուն։ Բայց մինչև այս պատերազմ հայտարարելը, ինչպես գիտեք, բոլորդ լսեցիք մի քանի օր առաջ Ալիևի խոսքերը, որ տարածաշրջանում հայ առաքելական եկեղեցին դա մեծ վտանգ է սպառնում բոլորիս համար։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին ըստ Ալիևի եւ Թուրքիայի դա վտանգավոր մի եկեղեցի է։ Ըստ իրենց հասկացողությամբ, այդ բաշու բոզուկների։ Եվ նրանք որոշել են իրենց նախնիների սխալը ուղղեն, հայերից վերցնենք իրենց հավատքը, այսինքն այնպես անենք, որպեսզի հայերը երես թեքեն եկեղեցուց եւ մոռանան իրենց կրոնը, որը որ իհարկե բնականաբար չի լինի։ Բայց կապիտոլյանտը հենց մի հատ ազդակ է լինում Թուրքիայից կամ Ադրբեջանից, կապիտոլյանտը մի անգամից անցնում է գործը։ Ինչու՞։ Որովհետեւ նա անպատիժ է։ Ես չգիտեմ, խոսեմ մեր ժողովրդի ոչխարացման, զոմբիացման, անասնացված, չգիտեմ ոնց կուզեք, բոշայացված, նախիրացված կամ նարկոզի տակ գտնված վիճակից, որը կուզեք նախընտրեք, իմ համար մեկը։ Իմ համար մեկը։ Որովհետև այս ամեն ինչը բերում հանգեցնում է հանդուրժողականության։ Այս էշացված վիճակը։ Նկատել եք, հանձնեց Արցախը, տարածքները մարսեց։ Որոշ ժամանակ խոսեցիք, հանդարտվեց, անցավ Արցախի հանձնումը, անցավ մյուսը։ Ջնջել հայոց պատմությունը, դասագրքերից հանել հերոսների անունները, ժխտողական քաղաքականություն ցեղասպանության պահով, մի օր կասեն համատեղ կոտորած են եղել, պետք է հուշահամալիրից ծիծեռնակաբերդը ընդհանրապես քանդենք, ուզում եք հիշեք նախնիներին, պահեք ձեր սրտերի մեջ, ինչ հեռավոր, տունը մոն վառեք, աղոթեք նրանց համար ու վերջ։ Հիմա այս մարդը հասավ եկեղեցուն, որ եկեղեցին էլ պիտի քանդի, եւ դա բնական է, ես ձեր տարիներ առաջ եմ ասել, քայլ առ քայլ, սա ինչ է անելու ու հենց այդպես էլ գնում է։ Սա մեր ժողովրդի հանդուրժողականության մասին է խոսում։ Սա ապտակ չի, սա թուքումուր չի, այլ սա պարզապես ոնց ասեն, ոնց որ քո բարոյականությունը հայ մարդ բռնաբար են քո աչքի առաջ ու դու կանգնած նայես ու ոչինչ չձեռնարկես դրանից ազատվելու կամ այդ չարիքին պատժելու համար, որ բռնաբարում է քո արժանապատվությունն ու բարոյականությունը։ Սա ավելի մի վատ բան է։ Սա ստրկամտություն չի, սա ոնց ասեմ, պետք է ուղղակի մարդ չլնես, էլի, մարդկային վերջի անասունը ըլնես, որ այս ամեն ինչը հանդուրժես։ Այս ամբողջը դրա հետևանքն է։ Իհարկե շատ թանկ կնստի կապիտոլյանտի վրա, եկեղեցու վրա այս հարձակումը, շատ թանկ կնստի։ Սա անպատասխան չի մնա, որովհետև կապիտոլյանտը իր գործողություններով բազմիցս, ես այդ մարդու մի կողմն եմ հարգում, որ նա իր բերանով, պարզ իր գործողություններով ասում է, սատկացեք ինձ, գլխատեք, մորթեք, վառարանքցեք, վառեք, ինչ ուզում եք արեք, միայն կանգնացրեք, ոչնչացրեք ինձ, փոշիացրեք, հակառակ դեպքում ես կամաց փոշիացնելու եմ ձեզ։ Արդեն լկտի է պահում, ինչ վարչապետ, նա վարչապետին ինչ մարդ, որ վարչապետ կոչվի, դրա լկտի արտահայտությունները իր էջերում, ընդհանրապես դրա խոսելաձևը, մանյարան, դե պորնիկի վաստակա, չգիտեմ կուզեք ասեք բոզի վաստակա, կուզեք ասեք վիժված, թուրքի շինված, թուրքի սերմա հեղուկից դուրս պրծուկ, ինչ կուզեք անվանեք այդ մարդու համար մեկը, չէ՞ որ այդ մարդն ասում է, ես արդեն հաշտվել եմ ձեր ամբողջ հերորանքների, լուտանքների հետ։
Դա իմ համար նորմալ երևույթ է։ Ես էլ եմ գտնում, որ նա ճիշտ է ասում, որովհետև դա իր համար նորմալ երևույթ է։ Որովհետև նման վիրուսը պետք է վերանա ֆիզիկապես, այլ ոչ թե մնա եւ վարակի մարդկանց հոգիներն ու մտքերը։ Եկեղեցու վրա հարձակվելը, այս նորից եմ կրկնում, դա իր վրա շատ թանկ է նստելու, շատ թանկ է նստելու, շատ թանկ։ Իհարկե ես հուսով եմ, որ եկեղեցին սա անպատասխան չի թողնի։ Չի թողնի։ Նա արդեն մտել է միտեղ, Աստծո տուն է մտեղ, որտեղ որ պետք է հենց օծի գլուխը պետք է գլխատել, հենց Աստծո տան մեջ։ Նա արդեն բաց իմաստով մտել է Աստծո տուն։ Աստծո տուն է մտել եւ Աստուն ասում է ես քո եղած չեղածի բերանը, քո սպասավորների եղած չեղածը, քո տան եղած չեղածն էլ եկել եմ անարգելու, քո տունը պղծելու Աստված, եկել եմ քանդելու քո տունը։ Եվ դու գիտեք սա պետք է անպատիժ մնա։ Ես նորից եմ կրկնում, Աստված մարդու ձեռով է մարդուն պատժում, հենց նույն եկեղեցու մեջ էլ պետք է նրան քաշտալ բերել, հենց եկեղեցու գոնե դռների դեմը դրան գլխատել, մատաղանել Աստծո ոտերի տակ, այդ սատանի ճտին, այդ վիժվածքին, այդ բոզի տաղում։ Այո, ինչ անում են մարդուկնիկ եւ ընդհանրապես իրենց թիմակիցներով մնում են անպատիժ։ Այս մարդիկ քանդում են, այս մարդիկ փչացնում են, ավիրում են բարոյական, այն ազգայինը, այն սրբությունները, որ կան մեր ազգի մեջ, որ հազարամյակներով է դրված եղել։ Ասում ես իմ կետից եմ սկսում իմ պատմությունը։ Արա մամա դու ով ես որ քո կետից սկսես։ Մորը սաղ աշխարհնա կնգած սաղ աշխարհնա աղջիկների դեր կփչացնեն երևի մայրամիկը դել միագարկայա, տղետ նարկաման բոզի տղայա, դու էլ հոգեկան գանդոնի մեկն ես, դարի մասը գել կլնես, դրանում ոչ մի կասկած։ Սա խոսում է այդ մասին, հանդուրժողականության։ Չկա, գոյություն չունի ԱԱԾ, գոյություն չունի ոստիկանություն։ Սրանց համար փողը լինի, տեղները տաք լինի, դե ջահանդամ թե քամակների մեջ ուրիշի անտեր չի լինի։ Սրանց համար մեկ է, սրանք անսուրբ սրբապիղծ կառույցներ են, որոնք որ պետքա սրանց պատիժը հենց ամենագլխից պետքա սկսել։ Ես պարզ եմ ասում, առանց թաքցնելու։ Եթե կգտնվեն մարդիկ, որոնք կհովանավորեն, կօգնեն ինձ, ես որոշակի հարցերում առաջ գամ, սրանց դատաստան անելը ընդամենը 1-2 օրվա գործ է, ուրիշ ոչ ավելի։ Ոչ ավելի։ Չկա։ Լավ, միթե այս ազգի մեջ մեռել են առողջ մտածող մարդիկ, չկան մարդիկ, ամեն մեկը ձեզի վերցրեք մի, ոնց ասեմ, մի պարտավորություն, լավ։ Եթե ապստամբություն չի լինում ապստամբություն, գոնե անհատական մի թիրախնդրի կնա շամպես սատկացրել, օրնիկի վաստակին վերջապես այս երկիրը փրկենք։ Սա սենց։ Իհարկե եկեղեցու պահով շատ բան կարող եմ ասել, բայց ես ուղղակի ասեցի ամենակարևորը, որ այս հանդուրժողականությունը կբերի կփորձի խաչնել հանի եկեղեցու վրա, ինչպես արևմուտքում իբր քրիստոնեական երկրներ են, բայց չգիտես եկեղեցիներում ընդհանրապես այցելողները չկան։ Թակուբիր մարդիկ կարան մտնեն, պատմական կոթող է մնացել, որ հա էլի սենց ինչ-որ մի բան կա էլի, սենց խաչով եկեղեցի կա, տուն կա սարքած, բայց չգիտես ինչի բոլորը սատանիստ են։ Սատանիստ։ Եվ խաչի անվան տակ տասնյակ դարերով գործել են իրենց գրպանները հարստացնելու, այսօր այդ խաչը իրենց պետք չի, նրանք պաշտում են այդ խաչի հետևում կանգնած էր սատանան։ Նրանք վերադարձել են իրենց իսկական հավատքին։ Մարդկությունն էլ նրանց պետք չի։ Երկրորդը, այդ Արսեն Թորոսյան եւ այլն այդ բոզի լակոտները, որ խոսում են իբր պետք է վերաբնակեցնել Հայաստանը ադրբեջանցիներով 300,000 ադրբեջանցի բերել։ Մեկը չկա, ասել Ադրբեջանից 700,000 հայ է տեղահանվել։ 700,000 հայ, 120,000 էլ եւ ավելին Արցախից։ Բայց հարցը ինչի՞ չեք բարձրացնում Ալիևին, դու 700,000 մոտ 800,000 հայության վնասները հատուցելու ես։ Նրանց ունեցվածքը վերադարձնելու ես, որ նրանք հետ գան Ադրբեջան։ Իհարկե Ալիևը դա չի ան։ Այդ մասին ընդհանրապես խոսքեր չկա։ Իհարկե պետք էլ չի ընդհանրապես Թուրքիա հետ ապրել եւ ընդհանրապես Թուրքիա հետ բարեկամ լինել։ Ես միշտ եմ ասել, լավագույն թուրքը դա դագաղի մեջ պարկած թուրքն է։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ ադրբեջանցու հետ համատեղ ապրել, հարևան ենք եւ այլն։ Կամ մենք պիտի լինենք, կամ նրանք։ Կամ մենք պիտի ոչնչանանք, կամ նրանք, բայց նրանք պիտի ոչնչանան։ Միանշանակ մենք ենք մնալու։ Մենք կողք կողքի չենք կարող ապրել, ոչ մի բարեկամություն էլ չի կարող լինել եւ ոչ մի խաղաղություն էլ չի լինելու։ Չի լինելու ու վերջ։
ում քամագը քորա գալու, ցանկությունն է, խնդրեմ, թող գնա Ադրբեջան ապրելու։ Թող գնա ադրբեջանցիների մեջ, գնացեք ապրեք, ինչ եք ուզում, թուրքերի մեջ գնացեք ապրեք։ Բայց ոչ մեկ այդ հարցը չի բարձրացնում։ Բայց 700,000, 800,000 հայերը, որ ամբողջ Ադրբեջանի տարածքով Բաքու քաղաքում ունեցվածքները թողեցին, սաղ հարստությունները մնաց ադրբեջանցիներին, անգամ հայկական գերեզմաններն են ավիրում ու քանդում։ Հավասարեցին հողին, բայց ամբողջ վնասներով է հատուցել։ Ադրբեջանը իհարկե չի հատուցի։ Ադրբեջանը մենակ պահանջորի դերում է այսօր։ Դուք պետք է հետ ընդունեք մեր քաղաքացիներին ու վերջ։ Ու մերոն կգան ընտե Ադրբեջանի պետական բյուջեից մենք նրանց կֆինանսավորենք, կռոլիկների մնար կցրթեն տարի 12 հատ երեխա, կբազմանան 5-6 տարի հետո մեծամասնություն կկազմեն, ազգային ժողով կմտնեն եւ հանրապետության նախագահ կընտրեն ադրբեջանցի ազգությամբ, ինչ է եղել, հայախոս ադրբեջանցի եւ այդպես մենք արևմտյան, արևելյան, չգիտեմ ինչ են ասում, իբր իրենց Ադրբեջանն է, Հայաստանը դա իրենցով կանեն ու կվերջացնեն։ Եվ կապիտուլյանտը բառից բուն իմաստով, բաց, թափանցիկ ձևով այդ ամեն ինչը անում է։ Փռել է Հայաստանը նրանց ոտքերի տակ։ Բավական է մի արձագանք Ադրբեջանից եւ Թուրքիայից եւ կապիտուլյանտը պատրաստ է կատարելու նրանց ցանկությունը։ Չեք նկատել, պարզ գործում է այդ մարդը պարզ։ Բացահայտ աշխատում նրանց օգտին։ Նա էլ ասում է, հա, ես Հայաստանի Հանրապետության վարչապետը չեմ։ Ես այս աթոռը զավթած Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին սպասարկող վարչապետ եմ, այլ ոչ թե հայ ժողովուրդ ձեր վարչապետը։ Ինչ կա այստեղ չհասկանալու։ Չի լինելու նման բան, ոչ մի վերաբնակեցում էլ չի լինելու։ Սա սենց, երրորդը հակառուսական հիստերիան, այդ որ դրել եք հակառուսական հիստերիա։ Ես բազմիցս եմ ասել, որ ես ոչ ռուսամետ եմ, ոչ արևմտամետ։ Ես առողջ դատող մարդ եմ, առողջ դատող մարդ։ Ես անգամ իմ թշնամու լավ կողմն կարող եմ ասել, որ այստեղ լավ արեցին։ Ճիշտ է, կարելի է դասեր քաղել թշնամու այդ լավ կողմից։ Ով ուզում է լինի։ Բայց քանի որ հակառուսական հիստերիայի մասն է խոսքը, երկու բառեր դրանից ասեմ։ Շատ մեծ վտանգ եք, շատ մեծ վտանգի տակ եք մտել։ Այս հակառուսական հիստերիան, որ բարձրացվել է Ոմն Արման Բանջարյանը, ինչա, չգիտեմ, այդ պորնիկի լակոտը, որ մի ոնց ասեմ, բաղջի մեջից է ծնվել եկել աշխարհ, այդ վիժվասկը, ասում են, ինչ որ մորնա շինե, թե ինչ արել, չեմ ասում, մորնա դատի տվել։ Այդ սրբապիղծը, որ ելնում գոռում Ռուսաստանի ղեկավարի հասցեին, թե դու տերորիստ ես, թե ես, թե ես։ Մեկը չկա ասի, այ բոզի լակոտ, նախ դու ինչ գործ ունես այդ երկրի ղեկավարի հետ։ Այդ դուք ամեն ինչ լավ եք անում, հա, թուրքի տակ պարկած։ Դա համի ռուսը չկա։ Ձեր ուզածին հասակ Արցախն էլ տվեցիք, սաղ էլ տվել եք, չկա էլ ռուսը։ Հակառուսական լավ բան եք ստեղծել, ատելություն եւ այլն։ Մի խոսքով լավ հակառուսական արշավ եք անում, ժողովրդին փորձելով տրամադրել ռուս ազգի դեմ, ռուսերի դեմ, ռուսները վատն են, մեր թշնամին են, թուրքերից էլ վատն են։ Okay, այդ ամեն ինչը արել եք, ձեր համար հիմա ապրում եք, հա։ Բայց հիմա այն չեք խոսում, ձեր երկրի հարցերը լուծել եք, անցել եք Ռուսաստանին։ Վաղը վրացին ձեր ոտը տրորի, վրացիներից վատ բան կխոսակ։ Պարսիկից կխոսակ, մյուսից կխոսակ։ Սա խոսում այն մասին, ժողովուրդ ջան, որ ինչքան բոզի լակոտ կա, բերել եք, թափել եք իշխանության աթոռներին։ Ես չեմ հասկանում, լավ, դժվար բան է ոտքի կանգնելը, հելնելը։ Ինչ կա դրա մեջ։ Հակառուսական հիստերիա։ Ինչ է լինելու սրա վերջը։ Շատ վատ բան է լինելու, շատ վատ բան։ Ես ձեզ ասեմ, որ նրանք վրեժ են լուծելու հայ ժողովրդից։ Եթե նրանք իրենց եղբայրներից, արունակից, հա, ուկրաինացիներից, այս Չինսու հանրապետությանը, չնայած նրանք խառնված են արդեն գենետիկորեն իրար հետ, բայց եղբայրներ են ամենայն դեպս։ Նրանց չի սիրում, նրանց դավաճանության համար։ Պատերազմ է այդում, կոտորումով կկոտորի պետք է լինի մինչև վերջին մարտը։ Դուք գիտեք, Հայաստանին կամ որևիցե մի երկրի կխնայի։ Իհարկե չի խնայի։ Չի խնայի։ Չի խնայի, որովհետև դուք եք ձեր գործողություններով, պարզ իմաստով, ձեռնոց նետում Ռուսաստանին, ասում ես արի մեր վրա մեզի ջարդի։ Անկախ պետություն եք, հա։ Այս ձեր կապիտուլյան շունը, որ ասում է ինքնիշխան պետություն ենք մենք։ Բա որ ինքնիշխան պետություն ես, անկախ պետություն ես, ժողովրդավարությունն է, էլի, իբր թե սատանիզմը ժողովրդավարություն է կոչվում։ Անկախ եք ձեր ամեն ինչի մեջ, ինչ ուզում անում եք։ Ձեր վարչապետն էլ ասում է, թե իմ ոգին անկոտրուն է, չկոտրվող ոգյուն եմ։ Ես ոչ մեկից չեմ վախենում։ Դե թե անկախ եք ապրում, անկոտրուն եք, ես իմ ինչ զահար ու զիբիլ եք,
Լրիվ ձեզ արդեն անկախացրել եք, հանել եք ռսի լծի տակից, թուրքի լծի տակից, չգիտեմ ում լծի տակից, չնայած թուրքի տակ եք պարկած, ուղղակի մեկի լծի տակից եք, մյուսի տակ պարկակ։ Դե որ այդքան բանը անում եք, ասում եք անկախ ենք, այդ դեպքում ինչ եք առավոտից իրիկում վայրը հաչում Ռուսաստանի դեմ։ Ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում։ Ես մենակ մի բան կասեմ։ Նորմալ մտածող քաղաքական գործիչը դիվանագետը նման բան չի անի։ Նման բան չի անի։ Տեսեք, Պուտինը Ռուսաստանի նախագահն է, չէ՞։ Ես նորից եմ ասում, ես ոչ ռուսամետ եմ, ոչ արևմտամետ։ Բայց ես այդ մարդու բերանից չեմ լսել, այդ մարդու բերանից կոնկրետ։ Ուզում եք դիկտատոր անվանեն, անվանում են արևմուտքից, դուք եք անվանում բոլորով Պուտինը սենց, Պուտինը նենց եւ այլն եւ այլն։ Բայց ես այդ մարդու բերանից չեմ լսել որևիցե մի երկրի ղեկավարի հանդեպ կամ ժողովրդի հանդեպ նման լկտի ձևով արտահայտվի։ Չեմ լսել։ Բայց արևմուտքի շատ երկրի ղեկավարներ նրան տերորիստ, մարդասպան, դու սենց ես, դու նենց ես եւ այլն լկտի խոսքեր ռուս ազգի վերաբերյալ, որ սլավոնական ցեղերը պետք է վերանան աշխարհի երեսից։ Պատկերացնում եք սա ինչ ֆաշիզմի, ֆանատիզմի ամենավերջի ծայրահեղության գագաթնակեցին են ասել։ Արդեն կորցրել են իրանց այդ ֆանատիզմի մեջ։ Ցնդարցը ցնդել են բառեզգուն իմաստով։ Եվ դուք էլ Հայաստանում ընկել եք սրանց խելքին, հա։ Ինչ եք անելու։ Ո՞վ է պաշտպանելու։ Ոչ մեկ էլ չի պաշտպանելու։ Ես ձեզ պարզ եմ ասում, ոչ մեկ։ Եվ այս հակառուսական հիստերիան հանգեցնելու է սաղի վառարանների մեջ են կողելու վառան։ Նման ձևով դիվանագիտություն չեն վարում։ Դուք ուզեք թե չուզեք, հարևան երկիրը ձեր կողքին կպած է, դա իմպերիա է։ Ուզեք թե չուզեք, դուք չեք կարող հեռու փախչեք նրանից։ Այդ տարածքը մի սետկա կարտոշկա չի, որ առնեք ու թռնեք։ Դա կԱմերիկայի կողքը ապրեք կամ Անգլիայի։ Նման ձևով հարաբերություններ եւ ընդհանրապես նրանց նման ձևով քաղաքականություն չեն վարում։ Ինչքան էլ չսիրես, մոտեցման ձև կա։ Ճիշտ վերաբերմունքի ձև կա։ Եթե ուղեղ չունեք, այլ դա ուրիշ հարց է։ Եթե չեք հասկանում քաղաքականությունից, դիվանագիտությունից, սա էլ մյուս խնդիրն է, որ չեք հասկանում, ով է մեղավոր։ Ինչ վերաբերում է սատանիստ կոչվածին, որ Հայաստանում եք երեխեք են կորում, այո, սատանիստական խմբավորումներ գոյություն ունեն եւ գործում են։ Ինչու՞ չէ, գողանում են երեխաներ, օրգաններ վաճառելու նպատակով։ Սատանիստական ըստ օրենքներով իրանց կռիվում չգիտեմ ինչ-որ ծիսակատարություններ կան, օրենքներ կան, որ պետք է երեխայի արուն խմեն, մորթան խմեն, այդ արունը։ Դուք հասկանում եք ուր են տանում երկիրը։ Դուք հասկանում եք ինչի տակ եք կանգնած։ Այսօր ԱԱԾ-ն չի գործում։ Դուք գիտեք ԱԱԾ-ն չգիտի երկրում ինչեր կան։ Շատ էլ լավ գիտի, գաղտնի լաբորատորիաներ, որ առաջի փորձարկումները անում են հայ ժողովրդի, գիտեն ու լռում են։ Այդ սատանիստական խմբավորումների տեղն էլ գիտեն, լավ էլ գիտեն, որ ղեկավարը ինչ կուլտի, ինչ այսպես ասենք սեկտայի անդամ է։ Գիտեն, ամեն ինչից տեղյակ է ԱԱԾ-ը, բայց ոչ մի միջոցներ ձեռք չեն առնում։ Ինչու՞։ Որտեղ ես նորից եմ ասում, ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը թքած ունեն։ Նրանց փորը կուշտ լինի, ջեբները փող լինի, ջահանդամ թե իրանց քամակի մեջ ու մանտերը կլինի։ Ընդդիմություն էլ չկա։ Ընդդիմություն էլ չկա, ինչ ալնելու էս ամեն ինչի վերջը։ Ոչ մեկ կոնկրետ ինչ-որ մի բան չի փորձում նախաձեռնի եւ այս բարդակին վերջ տնի, ոչ մեկ։ Որ ընդամենը նորից եմ ասում, 1-2 օրվա գործ է։ Միգուցե մի քանի ժամվա գործ է, այստեղ մի բարդ բան չկա։ Բարդ բան չկա։ Ասում են ինչպես փրկենք երկիրը, ոնց փրկենք, լավ, ոնց ազատվենք սրանցից։ Շատ բարձ։ Շատ բարձ։ Եթե այդքան ողորմելի ազգ ենք, ողորմելի ժողովուրդ ենք, չափստամբող ժողովուրդ ենք, չենք ուզում ինքներս ելնենք մեր հարցը լուծենք։ Ինչ ասեմ, ալիգարխների համար էլ նրանց մեկը ինչ իշխանություն կլինի։ Նրանց գործը աճ դա ջեբները լիքը փող լցվի, էսա։ Նրանք հայրենասեր չեն ալիգարխները։ Եթե հայրենասեր լինեին, դժվար խնդիր չէր գլխագին տային որևիցե մեկին կամ մի քանի հոգու, սատկաստային ընդամենը 2-3 հոգի, սատկաստային ու ամեն ինչ փոխվեր։ Վերջ կդրվեր այս բարդակին։ Ու կփրկեին հայրենիքը։ Ինչի՞ չկա, բազմաթիվ ձևեր կան։ Կա անհատական անձիտ, անձովդ ինքդ անհատական մի թիրախնդիր դրանցից կնա սատկացրա։ Շատ բաներ կան, երբ որ ասում ենք, խոսում ենք, կամ բան ասում են արի ինքը տարա, արի ինքը տարա, արի ինքը տարա։ Դու 90 թվականից առ այսօր անողները շատ են եղել։ Դուք ո՞ր մեկի հետևից գնացիք, երբ որ նրանց ձերբակալեցին։ Ոմանց սպանեցին, ոմանց KGB-ի խցում ԱԱՑ-ի խցում տանջամա արեցին։ Դատապարտեցին։
Այդ ասողներդ, որ ասում եք արեք, դուք էլ արեք։ Դու տավարի ցավ աննասուն մի անող էլ դու ես։ Դու ինքդ քո վրա վերցրա։ Լավ քո վրա վերցրը մեկ հոգու, դու են մյուսին դիրմի կողմ։ Էնի կանի չի անի, թո թուքնում ու նամոթը նրան մնա։ Բայց կան չէ ազգի մեջ մարդիկ, որոնք իրենց վրա անհատական ինքը կարող ասես մեկ հոգի կընտրեմ, մի հատ քպայական վիժվածքի։ Չագուչով կտամ, թե քարպինջով կտամ, գլխին պալձես դիմ, թե դուրսը կտամ կսատկացնեմ։ Հələ մի քանի հոգի սատկացեք, տեսեմ մտենա մնացածներին չեն անում։ Իրաց մամայի ծակը փողով է մանգալու չեն գտնելու։ Սա ինչ вообще ասելու ձև է, մտածելու ձև, արի արա, արի դեմը կայնի ասա, արի սենց ասա։ Բա դու խերի գլուխն եք այդ երկրի մեջ, ուրեմն դուք համաձայն եք, որ ձեզ թուրքը բռնաբար է, հա։ Տանեն ձեզի բռնաբար են ամեն օր, թքեն, մրեն, ինչ անեն դուք սենց մնաք սուսուփուս։ Էս է ձեր ապրելու ձևը։ Դու քանի կոպեկ արժի ձեր ապրելի, եթե դուք սենց պետք է ապրեք։ Դες պարզ, շատ պարզ եմ, խոսում ու թափանցիկ։ Որովհետև այլ ձև չկա խոսալու, գրագետ խոսենք չի անցնի։ Հարուստ բառապաշարով խոսենք էլի չի անցնի։ Եկա չեք հասկանում։ Ուզում եք լսեք այն, ինչ որ ձեր ականջի մեջ կա, այս մակարդակը, որ պլենտուզից կեսամակարդակի չէ, պլենտուզից ցածր է։ Պետք է ասես քուչի լեզվով խոսան ձեր հետ, որ դուք հասկանաք։ Սա շատ տխուր ավարտ է ունենալու, ես նորից եմ ասում, ռումբի պես պայթել է այս ամեն ինչը։ Այո, հենց մեկ ես, որպես հայ մարդ։ Պարզ ասում եմ, որպես հայ մարդ։ Եթե կլինեն ինձ հովանավորողներ, խնդիր չկա։ Երկիրը կարող ենք փրկել, ինչ հնարավոր։ Կան այդպես մարդիկ։ Ինչպես ասում են, մի ձեռքը ծավ չի տալի, այդ որ ասում եք եկեք արեք։ Մի ձեռը ծավ չի տալի, կան մարդիկ։ Թող հայտնվեն, խնդրեմ։ Բայց այնքան լավ կլներ, շատ պարզ ու պրիմիտիվ բան է, որ ազգովի ոտքի հելնենք, այս հարցը լուծենք։ Ազգովի, ուղղակի ոտքի հելնենք, վերցներ գերան, մերան, եսի ինչ։ Այո, եկեղեցին ես ավելի ուրախ կլինեմ, որ այս վեհապար հայրապետը իր գավազանը ձեռքը, քանի որ ընդդիմություն չկա, ալիգարխներ էլ հայրենասեր չկան, ֆինանսավորողներ էլ չկա, գլխագին տվող էլ չկա, ընդհանրապես ողնաշար չկա, թասիբ չկա, նամուս չկա, բարոյականություն չկա, տրորված ողորմելի սատկած վիճակը։ Թող վեհապար հայրապետը վերցնի իր գավազանը, ամբողջ եպիսկոպոսած կազմով, վարդապետած կազմով, կոչ անի ամբողջ Հայաստանի եկեղեցիներին, Սփյուռքի ամբողջ հայ-առաքելական եկեղեցիներին եւ ժողովրդին ամբողջ Սփյուռք հայությունը եկեք լսվեք Հայաստան, մենք հոգեվորականները Սարդարաբադի ճակատապարտի նման, ոնց որ հոգեվորականներն էին իրենց փարաջայտակից հանում սուրն ու զենք ասում էին, հանուն հայրենիքի, հանուն Հիսուս Քրիստոսի գնում էին նահատակվելու։ Թող այս նույն համարեն Սարդարաբադ երկրորդ ու դուրս գան ճակատամարտի այս իշխանության դեմ։ Հավատացած եմ, իշքան էլ ջարդ են, որին էլ խփեն, որ հոգեվորականին, սա ավելի մեծ ռեակցիա կտա։ Թող վեհապարը գա, թող գա ու առաջնորդի ազգին։ Դու ազգի հոգեվոր հայր ես, վեհապար արի առաջնորդի։ Դու պարտավոր ես դա անելու, երբ որ քո երկիրը դնում են զոհասեղանին եւ այսօր ուզում են Աստծո տունը քանդեն, դու պարտավոր ես դա անելու, հակառակ դեպքում այդ Աստծո տան մեջ, որ կապիտուլյանտ արդեն հարցակում է գործը եկեղեցու վրա, վեհապար քո գլուխն է գլխատելու հենց խորանի վրա, Էջմիածնի, ու մատաղ անելու Լուցիֆերին, հենց քո գլուխն է ասում գլխատելու է վեհապար քո գլուխը։ Սպասում եք դրան եւ եպիսկոպոսած կազմին վարդապետը բոլորիդ հատատ կբերեն հենց խորանի մեջ կգլխատեն բոլորիդ խորանի վրա հենց վերջում եկեղեցիների վրա կիսալուսին կդնի թող վեհապար հայրապետը վերցնի իր գավազանը կոչ անի համայն հայությանը ամբողջ աշխարհով մեկ բոլորը բոլորին ոտի հանի ժողովրդին էլ ոտի հանի Այս իշխանությանը տապալի։ Ես վստահ եմ ասում, ինքը կարող է դա անել։ Եկեղեցին դա կարող է անել եւ պարտավոր է անել։ Այսքանը լավ մնացեք։